Շաբաթասկզբի գլխավոր հերոսները Կոնջորյան եղբայրներն էին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար, ազգային ժողովի ապագա փոխնախագահ Հայկ Կոնջորյանի նախկինում դատված ավագ եղբայրը հերթական աղմկալի պատմության մեջ հայտնվեց հուլիսի 24-ին, երբ նրան մի խումբ անձինք ծեծի ենթարկեցին հենց իր տան պատերի տակ։ Օրեր անց ծեծի համար մեղադրանք ներկայացվեց Ավետ Կոնջորյանի նախկին ընկերներին, որոնց հետ ըստ մամուլի հաղորդագրությունների Կոնջորյան ավագը ֆինանսական հողի վրա տարաձայնություններ էր ունեցել, իսկ վերջին ամիսներին պարբերաբար այցելել էր նրանցից մեկի աբովյանցի ԿՊԱ-ական Նայիրի Հակոբյանի տան մերձակա տարածք։ Արդեն տևական ժամանակա անընդհատ երեկոյան ժամերին ու ժամերին, չգիտեմ ինքը ոչ սթափ վիճակում, թե ինչ կարգավիճակում, անընդհատ գալիս է հայհոյանքներ հնչեցնում, հասնելով մեր պատուհանի տակ, հնչեցնում այդ հայհոյանքները։ Քանի անգամ է նման դեպք եղել։ Ոյ շատ բազմիցս եղել է ուղղակի այս վերջի դեպքը արդեն որ եղավ մի քանի օր առաջ նույն ձևով էլի նույն կարգաճը, բայց ոչ արդեն իր մեքենայով չէր արդեն այս վերջի դեպքը ուրիշ մեքենայով էր եւ Պարեկի ուղեկցությամբ։ Չորեքշաբթի օրը պարզ դարձավ Կոնջորյանները վայելում են ոչ միայն պարեկային ծառայության, այլև երկրի քաղաքական ղեկավարության հովանավորությունը։ Հայկ Կոնջորյանի տեխնատության հարցը չի վերանայվի։ Ինչի պետք է վերանայվի։ Ի տարբերություն Հայկ եւ Ավետ Կոնջորյանների, այս շաբաթ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց միջազգային դատարաններում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը Նիկոլ Փաշինյանի հրապարակային կոչ հրահանգից հետո։ Հիշում եք այստեղ ինչ խոսակցություններ տեղի ունենում, որ արբիտրաժը բանը հեցի նախկին սեփականատերերը բաները կալուգացին արբիտրաժում հաղթելա։ Երբ որ այս շենքում պարզվեց իրանք մարդուն էին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ասում եք կոռուպցիա։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Փաշինյանի դժգոհության պատճառը Դրմեյանի ղեկավարած կառույցի 1 տարվա վաղեմության եզրակացությունն էր, որի համաձայն Հայաստանի իշխանությունները պարտավոր էին կատարել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի հեցին վերաբերող վճիռը։ Չի բացառվում սակայն, որ շուտով Հայաստանը մեկ այլ արբիտրաժային վարույթում ներգրավվի, եթե իհարկե Փաշինյանի կառավարությունն ի վերջո որոշի ազգայնացնել 2008-ից ռուսական կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղիները։ Մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Փաշինյանի այս հայտարարությունը հնչեց Ռուսաստանի նախագահի հետ այս շաբաթ կայացած հեռախոսազրույցից 3 օր անց։ Այդ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններից կրկին պահանջել էր օր առաջ Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել եւ կրկին չէր շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի առթիվ։ Չի ուզել, չի շնորհավորել։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ է խոսում։ Ռուսաստանի նախագահի այդպես էլ չհնչած շնորհավորանքները սակայն հայ-ռուսական հարաբերությունների միայն մեկ, թերևս ոչ ամենաէական ասպեկտն էին։ Այս շաբաթ Հայաստանի տնտեսությունը շարունակում էր էական կորուստներ կրել ռուսական պատժամիջոցների հետևանքով։ Հուլիսի 27-ին ուժի մեջ մտավ հայկական կաթնամթերքի Ռուսաստան արտահանման ամբողջական արգելքն։ Այս գործողության հիմնական թիրախը հայ պարագործներն էին, նրանց արտահանումների 83%-ի ուղղությունը ռուսականն է։ Ճգնաժամի կարգավիճակը տվյալ կազմակերպություններն բավականին բարձր է, իսկ վնասները բավականին մեծ են։ Գիտեք, ես գիտեմ, որ այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Փորձառու տնտեսագետների մոտեցումը Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակին նույնքան վարդագույն չէ։ Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համոզմամբ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու համար կարող են տարիներ պահանջվել, իսկ Ռուսաստանը երկկողմ հարաբերություններում ցանկանում է հստակություն մտցնել հենց հիմա։ Նման հարցադրումները սրելով իրանք ուզում են որոշակի հանգուցալուծման գնալ առանց պատերազմական գործողությունների։
այդ թվում տնտեսական պատերազմական գործողությունների։ Հայ առաքելական եկեղեցու դեմ քարոզչական պատերազմն այս շաբաթ կարծես նոր լիցք ստացավ ամիսներ տևած դադարից հետո։ Ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում։ Փաշինյանի այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ քաղաքպայմանագրի գրասենյակի տարածքը լքել էր Արամայիս Թախմազյանը, նախորդ տարվա դեկտեմբերին կարգալույց հռչակված նախկին Տեր Թադեն, նախկին հոգևորականի կուսակցական գրասենյակում գտնվելու փաստը կասկածներ առաջացրեց, որ նորընտիր խորհրդարանի օգոստոսի 2-ին նշանակված առաջին նիստին հենց նա կարող է փոխարինել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ուզում ենք իմանալ դուք եք լինելու նիստին։ Կարող է նման բան լինել։ Ինձ թվում է կարող եք հարցնել ազգային ժողով։ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակն անցնող օրերին կրկին իր էջերն ու եթերը սկսեց տրամադրել կարգալույց հոգևորականներին։ Հուլիսի 30-ին հայկական ժամանակը հարցազրույց հրապարակեց Վարդան Հունանյանի, նախկին Տարոն քահանայի հետ։ Հարցազրույցի վերնագիրն արդեն իսկ խոսում էր. ամորձատում, սեռավարակ, հույն քավոր, գերեզմանի վաճառք, ինչ է կատարվում Մայրաթոռում։ Մեջբերման ավարտը։ Դրանից մի քանի օր առաջ էլ վարչապետի ընտանիքին պատկանող թերթն իր տաղավարում հյուրընկալել էր դեռ 2006-ին կարգալույց հռչակված Հարություն Հարությունյանին։ Տեսականորեն ՔՊ-ն մինչև 2031 թվականը արդեն ժամանակ ունի, որ իր հարցերը ըստ հերթականության պետք է լուծի։ Հիմա չգիտենք առաջինը, ասենք սկսեցին Բարգավաճ Հայաստանից եւ այլն, այսպես գնալու են հերթ կա, անշուշտ պետք է հարգել այդ հերթը։ Ու մի օր այս հերթը նաև հասնել է օրինակ հասկացողի գազ բաղեցնողին ու ինքը փախուստ չունի։ Այս հարցազրույցի հեռարձակումից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ամենայն հայոց կաթողիկոսի եւ եւս 5 եպիսկոպոսների դեմ տարեսկզբին հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Օգոստոսի 7-ին մեկնարկող դատավարության ընթացքում վերջին մի քանի հարյուրամյակների մեջ առաջին անգամ քաղաքացիական դատարանը պետք է քննի, արդյոք հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը իրավունք ունի կարգալուծության որոշում ներկայացնել, թե ոչ։ Ասենք հաջորդ անգամ այդ նույն տրամաբանությամբ դատարանը կքննի Սուրբ Երրորդության, յան ասենք միասնական եւ անբաժանելի լինելու հարցը, կամ դատարանը կարա նույն տրամաբանությամբ Քրիստոսի բնություն, մարդկային եւ աստվածային բնությունների հարցը քննել, կամ ասենք հրեշտակների դասերի, քանի դաս հրեշտակ կա երկնքում։ Հակաեկեղեցական արշավի ակտիվացումն ի դեպ համընկավ Աննա Հակոբյանի ակտիվ հանրային կյանք վերադարձի հետ։ Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Աննա Հակոբյանն ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետության այն եզակի քաղաքացիներից է, որի միայն զգացումների հիման վրա իրավապահները նախ քրեական գործ են հարուցում, դրանից մեկ օր անց էլ այդ զգացումներն առաջացրած անձի նկատմամբ հետախուզում են հայտարարում։ Աշխարհում ապրող ամեն երրորդ կին ըստ Միացյալ Ազգերի կազմակերպության անցկացրած հետազոտությունների ենթարկվում է ընտանեկան բռնության։ Կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքար, սա է կարծես այն հիմնական օրակարգը, որով Աննա Հակոբյանը մի քանի ամիս տևած ենթադրյալ ապահարզանից հետո փորձում է վերագտնել իր տեղը իշխանական Օլիմպոսում։ Այս մի տեսանյութն օրինակ նա տեսագրել էր Նյու Յորքի Times Square-ում հուլիսի 2-ին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կողակիցը Միացյալ Նահանգներ էր մեկնել Հայաստանի պետական բյուջեի հաշվին առաջին տիկինների համաշխարհային հավաքին մասնակցելու նպատակով։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ։ Շաբաթ պաշտոնապես կառավարությունը լքեց որոշ լրատվամիջոցների կողմից Հայաստանի իշխանական համակարգի գորշ կարդինալ հռչակված Արայիկ Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրանք փոխարինի Լիլիթ Մակունցը։ Իմ նոր հասցնել ազգային ժողովն է, Բաղրամյան 19-ը։ Ազգային ժողովում այս շաբաթ վերջին պատրաստություններն էին տեսնում օգոստոսի 2-ի նիստից առաջ։ Բաղրամյան 19-ում նորամուտի են պատրաստվում, ամենազբաղված մարդը կնյազ Հասանովն է։ Նիստը նա է վարելու, տարիքով ավագ պատգամավորն է։ Հասանովին խորհրդարանի միջանցքներում հանդիպեցինք, թղթերն առած շտապում էր ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ։ Երևի առաջիկա նստաշրջանի բացման իր ելույթը քննարկելու։ Դե այդ բոլորը կլինի, այդ կլինի եւ բացման խոսքը եւ ելույթները եւ ամեն ինչը կլինի նորմալ ինձ թվում է։ Ասացիք պարոն Ռուբինյանին պետք է տեսնեք, քննարկում եք աշխատանքը, մեկնարկը։
Երևի։ Ես խնդրում եմ մի խանգարեք։ Ամենատարեց խորհրդարանականի համար սա կրկնվող փորձություն է, նախորդն էլ ինքն է բացել։ Այստեղ ակցիա չի, այստեղ միտինգի տեղ չի, սա խորհրդարան է, չէ ամբողջ աշխարհը մեզ են նայում։ Հասանովը որոշել է այս անգամ տարբեր սցենարների պատրաստվել, ու որպեսի նիստն ավելի սահուն անցկացնի, նախորոք անցնում է խորհրդարանի թիվ 1 աշխատասենյակով։ Ինքն ամեն դեպքում ուզում է նիստի սահուն ընթացքը ապահովել ոչ կտրուկ մեթոդներով։ Կտրուկը դա արդեն հրահրելու ինչ-որ մի երևույթ է, որ կարող է բորբոքվել, կրքեր բորբոքվեն, որը հարից չի խորհրդարանի համար։ Փորձեք մեղմ վարել։ Դե ընդհանրապես օրենքով, օրենքի սահմաններում եթե պահանջվում է մեղմ ձևով հարցը լուծել, այդպիսի հարցեր պետք է լուծեն, եթե կոշտ կտրուկ օրենքի սահմաններում կլուծվի, դա էլ իրեն հերթին։ Ամեն ինչ որոշում է ժամանակի եւ տարածության մեջ։ Ժամանակի առումով մեկ օր, տարածության առումով գառնու մերձակայք սրանք էին այս շաբաթ Happy End-ով ավարտված գլխավոր իրադարձության 14-ամյա Վահե Ապիկյանի որոնողական աշխատանքների հիմնական պարամետրերը։ Դե ես առավոտը գետի մոտ էի, մի հատ մարդ տեսավ, եկավ ինձ, ասեց քեզ ման են գալի, ու տենց գնացի։ 14-ամյա Վահեին այսօր կեսօրից հետո գտան գառնու սարերում։ 3 առավոտ էր տնից դուրս եկել ըստ հրաժեշտի գրության ճգնավոր դառնալու ծրագրով։ Ալո, սակուլ գտել եք։ Սակուլը չի արենდა, սակուլին հետո հետո։ Հոչի փախնում, մախնում։ Չէ, գալիս է խելոք։ Վայ, всё, փարքաս։ Տիկին Գայանեն հենց իմացավ, որ որդին գտնվել է, սկսեց բարկանալ նրա վրա։ Այդ որ հրեշտակը հուշեց 14 տարեկանում վանք գնալ ճգնելու։ Ճգնավոր է դարձել։ Խորը adekvat երեխա է, ուղղակի մի քիչ փակ է, չի կիսվում։ Դրա համար մենք չէինք հասկանում, որ ցանց բան կարող է անի ինքը։ Այժմ մտածում են, որպեսզի տղան ինքնուրույն չսուզվի սրբերի կյանքի մանրամասների մեջ, նրան մասնագիտական աջակցություն ցույց տան հոգևորականն ու հոգեբանը։ Ասում եմ, որտեղ ես քնել։ Ասում է, ես քարի վրա եմ քնել, բայց ոնց որ մի հատ դոշակի վրա փափուկ քնած լինեի։ Մայրիկին այնքան էլ դուր չի գալիս, որ Վահեին շատ է դուր եկել քարի վրա քնելը ու ոչինչ չուտելով կշտանալը։